Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, երևի հայկական էստրադայի լավագույն ստեղծագործություններից մեկն էր այս պահին մեր եթերում, երգի թատրոններ ներկայացնում 10 միլիոն հայ ենք մենք։ Ողջույն բոլոր 10 միլիոն հայերին եւ ոչ միայն բոլոր նրանց, ովքեր այս պահին դիտում են մեզ, ձեզ մաղթում եմ բարի գեղեցիկ լավ օր, 28-ն է այսօր մայիսի, տոնական բարձր տրամադրություն եմ մաղթում բոլորին, տոնական է օրը, որովհետեւ երևի թե հենց մայիսի 28 այս ամսաթվով սկսվում են մեր հաղթանակները 97 տարի առաջ այսօրը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, Հայաստանի առաջին հանրապետությունը դարձավ իրողություն եւ դա էլ հող նախապատրաստեց իհարկե մեր այն անկախության համար, որը մենք այսօր վայելում ենք։ Շնորհավորում եմ բոլոր հայերին, ողջ հայ ժողովրդին եւ առաջարկում եմ առավոտն էլ անցկացնել մեզ հետ։ Կարծում եմ, որ ինչ որ կերպ մենք անդրադարձ կատարելու ենք հաստատ այսօրվա խորհրդին անպայման։ Իսկ մինչ այդ ուզում եմ ասել, որ այսօր ինձ դիմավորեցին շատ հաճելի եւ շատ քաղցր տարբերակով նորույթ կա հայկական շուկայում, ներկայացնեմ քաղցր խրթխրթան ձողիկներ ռուզիկ փոքրերի եւ մեծերի համար սննդարար եւ առողջությանը օգտակար տարբեր համերի ձողիկներ մեղրով, խտացրած կաթով, կլասիկ, մաքսի վիտամիններով եւ երկաթով հարուստ։ Այսպես սկսեք ձեր առավոտը թարմ եւ համեղ քաղցր խրթխրթան ձողիկներով եւ ես էլ կառաջարկեմ ձեզ այս պահին հերթական երաժշտական կատարումը։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Շարլ Ազնավուրն էր մեր եթերում, մենք մոռացել էինք, որ նա 100 տարեկան չկա, հետո հանկարծ հիշեցինք, որ չկա, բայց Աստված տա, որ նա ապրի 100 եւ 100-ից էլ ավելի հնարավորինս երկար ապրի, որովհետեւ մենք միշտ ուզում ենք նրան տեսնել կենդանի, առողջ եւ հաջողակ։ Բարև ձեզ, Ժակ։ Բարև ձեզ, Լուսինե, երբ մարդ պետք է ոչ միայն իրեն, ոչ միայն իր հարազատներին, այլ ամբողջ երևի իր երկրին, ազգին ու նաև ինչու ոչ աշխարհին նա այսպես պետք է ու կարող է ապրել 100-ել ու ավելել։ Այսօր տոնական օր է, այսօրվա տոնական խորհուրդը իրականում շատ կարևոր է, գալիս է մեքենայով այստեղ ինչպես միշտ ուշացած, բայց ինչպես միշտ մտքերով, ասում եմ կարճ տվեց առաջին հանրապետության կյանքը, բայց երկարաժամկետ բարոյահոգեբանական վերելք տվեց մարդկանց, թեև մենք հետո ունեցանք իհարկե տրանսֆորմացիաներ, ոչ ճիշտ զարգացումներ, այ որ պահեինք շատ բաներ, այնպես ինչպես որ կարելի էր պահել, բայց ամեն դեպքում հասկանում ենք բոլորս, որ ունենալ անկախություն, երկարատև դադարից հետո, իսկ պատմության մեջ ու երկրների պատմության մեջ այդ դադարները կարող են մշտական լինել եւ եզրափակիչ, այսինքն դու անդադ այդ վախը կարող ես ունենալ, որ այդ արթնացումը չի լինի, այնպես որ սա շատ կարևոր օր է, շնորհավորում եմ բոլորիս, Շարլ Ազնավուրը մեր պարծանքն է, այսօր եկեք հիշենք միայն ամենալավ, ամենադրական պահերը այդ Շարլի պես մարդկանց եւ էլի երևույթներ, որոնք մեզ հպարտություն են տալիս, որովհետեւ հակառակը հիշելու համար 360 հատ ուրիշ օր կա, բարեկամներ, եւ 360-ից ավել խնդիրներ կան, որ կարելի է հիշել ու մարդիկ ում կարելի է նախատել, ու այդ թվում նաեւ մեզ, ինչու ոչ։ Այնպես որ այսօր միայն դրականի մասին տոնական տրամադրությունը բարձր պահեք եւ շարունակեք հետեւել մեր ծրագրի ընթացքին։ Իսկ այս պահին մենք ձեզ առաջարկում ենք ծանոթանալ օրվա նշանավոր իրադարձություններին։ Ամենանշանավորը մենք գիտենք, որն է Հայաստանի առաջին հանրապետության օրն է, բայց բացի դրանից էլի ինչ որ բաներ կատարված կլինեն երկրագնդի վրա։ Համեցեք։ 28-ն է այսօր մայիսի, Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվում է Հանրապետության տոնը։ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում եւ Ղրղստանում նշում են Սահմանապահի օրը։ 1756 թվականի այսօրը հայտնագործվեց մայոնեզը։ 1812 թվականին ռուսական եւ օսմանյան կայսրությունները Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-ից 1812 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ 1904 թվականին Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի Մադամ Բաթերֆլայ օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան։ 2005 թվականի այսօրը Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան։ 2005 թվականին Նիգապարան կազմակերպության կողմից կազմակերպվեց միասնության շուրջ պարը։ 1779 թվականի այսօրը ծնվել է Թոմաս Մուրը, իռլանդացի գրող, երգահան եւ բալլադների հեղինակ։ 1908 թվականի այսօրը ծնվել է Յան Ֆլեմինգ, անգլիացի գրող,
Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակը։ 1913-ին ծնվել է Տիխոն Խրեյնիկովը, ռուս խորհրդային կոմպոզիտոր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սոցիալիստական աշխատանքի հերոս։ 1925-ին է ծնվել Դիտրիխ Ֆիշեր Դիսկաուն, գերմանացի օպերային եւ կամերային երաժշտության երգիչ, բարիտոն, երաժշտագետ, դիրիժոր։ 1959 թվականի այսօրը ծնվել է ֆրանսահայ մուլտիպլիկատոր Շարլ Բերբերյանը։ 1962 թվականին ծնվել է Անդրեյ Պանին, թատրոնի եւ կինոյի խորհրդային ռուս դերասան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ։ 1968 թվականին ծնվել է Քայլի Մինոգը, ավստրալիացի երգչուհի եւ դերասանուհի։ 1986 թվականին ծնվել է հայկական արմատներով ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Սեթ Ռոլինսը, իսկ 1989 թվականին ծնվել է հայ երգիչ, կիթառահար Սուրեն Արուստամյանը։ Մենք վերադարձանք, իսկ Լուսինեն եթերից դուրս անկեղծացավ ու ասաց, որ այս երկու քույրերը հայկական ժամանակակից երաժշտության փրկություններն են, հա? Ես կմիանամ քեզ, որովհետև մեծագույն հարգանքով եմ մոտենում նրանց գործունեությանը եւ նաեւ մարդ տեսակին։ Ողջույն բոլորին։ Նորից շնորհավորում ենք Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։ Եվ այս պահին սկսում ենք մեր զրույցը, ամեն տարի մենք զրուցում ենք այս օրը այս թեմայի մասին։ Եվ հենց այսօր էլ բացառություն չէ եւ առաջին անգամ չէ, որ հյուրընկալում ենք մեր հարգարժան հյուրին, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև ձեզ։ Շնորհավորում ենք ձեզ։ Շնորհավորում ենք։ Ես ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին իսկապես մայիսյան հաղթանակների եւ Առաջին Հանրապետության ծննդյան օրվա հետ կապված եւ ցանկանում բոլորին երջանիկ լավագույն ապագա։ Քիչ ուզում եմ սկսես, ես ուզում եմ չմոռանամ, եթե թույլ կտաս, ոչ ստանդարտ տեղից սկսենք, դուք էլի մինչև եթեր, ես ձեր բոլորի մինչև եթերը խոսքերին հետևեցի, էլի։ Դուք ասացիք, դու Անուշինգային գովեցիր, տեսալովակ հետ կապված ասեցի, իսկ դուք ասացիք պատմական դասեր արտահայտությունը, անկեղծ տոնական տրամադրություն ունենք, ժպիտներ են, կա ոգևորության ալեկ, այնուամենայնիվ պատմական դասերը տարբեր ազգերը, այդ թվում մասնավորապես մենք ստանում ենք, մենք հիմա ինչ իրավիճակում, ձեր կարծիքով մենք այդ դասերից ինչ-որ բան քաղում ենք, թե ոչ։ Ես գտնում եմ, որ քաղում ենք, իհարկե հնարավոր է ոչ լրիվ, բայց քաղել ենք այդ պատմական դասերից։ Ես ուզում եմ ուղղակի շատ համառոտ անդրադառնամ, նշեմ ինչ պատմական դասեր մենք ձեռք բերեցինք մայիսյան հերոսամարտի արդյունքում։ Առաջին հերթին դա գոյապայքար էր, մեր իրավունքը հաստատելու, մեր իսկ հողի վրա մեր ապրելու իրավունքի գոյապայքարն էր, որը հաջողությամբ պսակվեց։ Երկրորդ, դա հայրենական պատերազմ էր մեր ժողովրդի, երբ մեր միասնությունը արդեն դրսևորվեց, այսինքն միասնության շնորհիվ մենք հաղթանակ տարանք, ընդ որում անկախ կուսակցական պատկանելությունից մեր ժողովուրդը սկսած բարձրագույն հրամանատարից մինչև շինականը, մեր մտավորականության եւ բնակչության բոլոր դասերն ու խմբերը համախմբած հանդես եկան մայիսյան հերոսամարտի օրերին եւ դրա շնորհիվ մենք ապահովեցինք մեր հաղթանակը։ Երրորդ կարևոր պատմական դասը, ես կուզենամ նշեմ, դա մեր կանոնավոր բանակի եւ աշխարհազորայինների միասնության հաղթանակն էր։ Չմոռանանք, որ հենց դրա շնորհիվ էր, որ մենք կարողացանք փայլուն հաղթանակ տանել այն բանակը, որի ճիշտ է ինչ որտեղ բարոյալքվել էր պարտությունից հետո, բայց կարողացավ համախմբվել եւ աշխարհազորային ջոկատների հետ միասնաբար հանդես գալ եւ այստեղ արդեն արդար հացը կիսելու, այսինքն բարեկամի հետ, իսկ թշնամու դեմ վճռական պայքարի մեր կենսակերպը հաստատվեց։ Հաջորդ պատմական դասը ես պետք է համարեմ մեր ազատության եւ անկախության այդ դարեր երազած ուղղակի մեր երազանքի իրականացումը։ Դա իրականություն դարձավ 600 տարվա թուրքական լուծը վերջապես թոթափելու, այլ կերպ ասած ստրգական շղթաները թոթափելու եւ անկախություն նվաճելու արդյունքում։ Եվ վերջապես մեր պետականության վերականգնման հրաշքը։ Իսկապես մենք կարողացանք վերականգնել մեր պետականությունը, որը մեր անկախության եւ ազատության արգասիքն է։ Մյուսը դա մեր հերոսների պատգամների իրականացումն է,
այստեղ է, որ ես կարևորում եմ այդ դասը, եթե չլներ Սարդարապետի հերոսամարտը, մեր հերոսների պատգամը, այսինքն հաղթական երթը շարունակելու այդ պատգամը, որը մենք իրականություն դարձրինք Արցախյան պատերազմի օրերին, կարող է նաև Արցախյան ազատամարտը չունենանք։ Այլ կերպ ասած, հենց այս հերոսամարտի ազատամարտիկների ընդհանրապես հերոսական պայքարի շնորհիվ է, որ մենք փառահեղ այդ հաղթանակների արդյունքում կարողացանք այդ դասը շահել եւ Արցախ ունեցանք։ Այստեղ շատ կարեւորում է մի հանգամանք, որ ասում ենք այսօր այդ դասերը ինչքանով է իրականացել։ Հենց այդ պատմական կարևոր դասը իրականություն դարձնելով մեր ժողովուրդը միասնությամբ հանդես եկավ եւ հաղթանակ տարավ Արցախյան հերոսամարտի օրերին։ Մենք վերջապես կարողացանք 20-րդ դարավերջին, ինչպես ասում են, մեր ուղղակի հպարտությունը ապահովել եւ ապացուցել, որ կարող ենք միասնական հանդես գալու դեպքում հաղթել ցանկացած թշնամուն, ինչքան էլ այն գերակշիռ ուժ իրենից ներկայացնի։ Պարոն Մինասյան, եթե փորձենք այս տեսանկյունից մոտենալ, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, շատ հետաքրքիր եւ գեղեցիկ ձևակերպում տվեցիք առաջին հանրապետության անկախության այդ հրաշքը։ Ինչպես մոտենալ սրան, որպես հրաշք, թե որպես կոնկրետ այդ հերոսամարտերի արդյունք։ Եթե չլինեին հերոսամարտերը, կա հավանականություն, որ այնուամենայնիվ, այսպես տարածաշրջանում դասավորված իրավիճակի եւ այդ պատմական ուղղակի այս փոքրիկ անցքի արդյունքում կլիներ միևնույն է։ Ուրեմն ասեմ, ոչ, որտեղ հենց մայիսյան հերոսամարտի արդյունքներում էր, որ ծնվեց այդ հանրապետությունը։ Չմոռանանք, իհարկե, մայիսի արդեն Սեյմի լուծարումից հետո ես ուզում եմ քաղաքական իրավիճակը մենք պատկերացնենք տվյալ իրադրության մեջ։ Այն բանից հետո, երբ արդեն Անդրկովկասում իրադրությունը փոխվեց եւ Անդրկովկասյան Սեյմը ապրիլի 9-ին հայտարարեց իր անկախությունը, այսինքն ըստ էության թուրքերի պահանջը իրականացրեց, թուրքերը ինչ են պահանջում Տրապիզոնում, որ անկախանան Անդրկովկասյան հանրապետությունները, որոնց հետ ավելի հեշտ կլներ իր կոնկրետ հարցերի լուծումը թուրքերի, նրանց նպատակը դա էր, եւ մյուս կարևոր հարցը, որ Բրեստի պայմանագրի, այսինքն արդյունքները ընդունեին Անդրկովկասյան իշխանությունները։ Այդպես էլ եղավ ըստ էության, եւ Անդրկովկասյան իշխանությունը ապրիլի 9-ին անկախ հայտարարվեց, հիշենք, որ բոլոր այդ, այսինքն ստեղծվեց Անդրկովկասյան ժողովրդի այսպես դեմոկրատական հանրապետություն, որը կառավարություն ընտրեց, նախկին կառավարության փոխարեն Չխենկելին դարձավ կառավարության ղեկավարը, որն էլ անմիջապես ձեռնամուխ եղավ նաև ընդունեց Բրեստի հաշվության պայմանագրի պայմանները եւ պահանջեց անմիջապես Կարսը թողնել առանց կռվի։ Արդյունքը տեսեք, այլ կերպ ասած թուրքոֆիլ գործիչ վրացի, որոնք ղեկավարում էին ըստ էության Անդրկովկասյան իշխանությունը, կարգադրեց Կարսը թողնել։ Այ Նազարբեկյանը նշում է, որ բոլոր հնարավորությունները ունեն Կարսը պաշտպանելու եւ զինամթերք անհրաժեշտ, որտեղ իմիջիայլոց ասեմ, ռուսական զորքերի դուրս գալուց հետո, գիտեք, հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում հաշվության մասին դեկրետի համաձայն ռուսական զորքը դուրս եկավ Արևմտյան Հայաստան, չնայած ռուս բաներից որոշ մասը մնաց տեղում եւ հսկայական պահեստներ, հսկայական հարստությամբ զենք մնաց եւ դա պետք էր օգտագործել, որ իհարկե չօգտագործվեց, դա մեր հրամանատարության մեղքն էր առաջին հերթին, այնուամենայնիվ Կարսը հանձնվեց։ Կարսի հանձնումից հետո թուրքական զորքերը արդեն առաջ խաղացում ունեցան եւ հիշենք մայիսի 15-16-ին արդեն Ալեքսանդրապոլի գրոհը ձեռնարկեցին առանց սպասելու վերջնագրի իրականացման, միանգամից Յաղուբ Շևկի Փաշան իր մեծաքանակ զորաբանակով, ընդ որում թուրքական երրորդ բանակն էր, որի ընդհանուր հրամանատարը Վեհիբ Փաշան էր, բայց գործող բանակների հրամանատարը 36-րդ հետևակային ուժերի հրամանատարը Յաղուբ Փաշան էր, հիշենք, որ 9-րդին Էսադ Փաշան, իսկ մյուսը Մուրսիլ բեյը հայտնի եւ Ջևիդ բեյը։ Այդ դրանք են այդ բանակների հրամանատարները, որոնք գրոհ ձեռնարկեցին 4 ուղղությամբ Կարսի խմբավորում, ընդ որում Արևելյան Հայաստանը վերջնականապես վերացնելու հայությանը պանթուրքիստական ծրագիրը իրականություն դարձնելու եւ դեպի Բաքու, Թիֆլիս, Անդրկովկաս ամբողջովին գրավելու եւ Իրանի ուղղությամբ շարունակելու գրոհը։
Հենց այստեղ նրանք հանդիպեցին ուժեղ դիմադրության, որը նրանց համար անսպասելի էր։ Ինչ առաջին դիմադրությունը, ես պետք է սա կարևորեմ նշեմ, նրանք հանդիպեցին Ալեքսանդրապոլում։ Չնայած այստեղ 6000-անոց կայազորը կար, Նազարբեկյան Ալեքսանդրապոլում էր, հետո տեղափոխվեց Ղարաքիլիսա, բայց կայազորը կռվեց հերոսաբար, դիմադրեց եւ շարունակելու էր մարտը, բայց քանի որ օգնական ուժեր չունեին, թիգունքույց եւ բացի դրանից թևերից թուրքերը արդեն շրջապալել էին Ալեքսանդրապոլը, Նազարբեկյանի հրամանը եկավ թողել քաղաքը արդեն 16-ի երեկոյան։ Դրանից հետո թուրքական ուժերի ճանապարհը թվում էր, թե հեշտությամբ նրանք կիրականացնեն դա։ Ես ինչու եմ կարևորում։ Օրինակ մեր պատմագրության մեջ շատ հաճախ մոռացության են մատնել երկու կարևոր հանգամանք։ Սառնախբյուրի հերոսամարտը, որ իրականացվեց Շիրակի ժողովրդի հերոսական պայքարի ուժերով, ներքին Թալնի Բերդի գրավումը, որ կարևոր նշանակություն ուներ հետագայում, դա մայիսի 5-ին արվեց, մայիսի 17-ից 22-ին գած շրջանում Շիրակի հերոսամարտերի միջայլոց վերջերս 2 օր առաջ Սառնախբյուրում հուշահամալիրի հիմնարկեքը արվեց, որը շատ կարևոր նշանակություն էր։ Ամբողջ տարածաշրջանի այդ զորակենտրոնը Սառնախբյուրում էր, ուժեղ դիմադրություն ցույց տվեցին շրջակա գյուղերը։ Սառնախբյուրը, Սերվանջուղը, Շիրվանջուղը, Մարալիկը, մյուս գյուղերը շրջակայքի միայն ձիթյանքով էր, որ թուրքերը կարողացան մարակները լցնելով 3000 հայի այրել, բայց մյուս շրջաններում ուժեղ դիմադրություն եղավ։ Այդ թվում նաև ապարանի ճակատում Սետրակ Ջամալյանը հիշենք եւ Արսեն աղան Խենթի որդին Վարդան լավ գիտեք Խենթի որդին, որը կարողացան աշխարհազորայինների ուժերով կանգնեցնել Էսադ Փաշայի մեծ քանակությամբ զորախմբի առաջխաղացումը։ Արդյունքում մենք Սարդարաբադում, լավ գիտեք, ես ուզում եմ շեշտեմ, եւ Բաշապարանում, Ղարաքիլիսայում էլ պետք է ասել, իսկական հերոսամարտ էր, ճիշտ է, պարտություն կրեցինք, թուրքերը մայիսի 30-ին մտան, բայց Ղարաքիլիսայում էլ մեծ քանակությամբ ուժեր թուրքերը կորցրին եւ նրանց հետագա պլանները Թիֆլիս շարժվելու չիրականացավ։ Որտեւ ուժասպառ եղան, հերոսամարտերի արդյունքում փաստորեն եթե չլինեն այդ հաղթանակները, առաջին հանրապետության ծնունդը չէր կարող, ճիշտ է, մայիսի 26-ին հիշենք, որ Սեյմը անկախ էր հռչակել Վրաստանի հանրապետությունը, 27-ին Ադրբեջանը, իսկ 28-ին Հայաստանը, բայց իմիջիայլոց ի տարբերություն նրանց, որոնք արագ ընդունեցին, որտեղ գերմանացիները իմիջիայլոց վրացիները արդեն գտել էին իրենց հովանավորներին հանձինս վրացիները հանձինս գերմանացիների, ադրբեջանցիներն էլ թուրքերի որպես եղբայր ժողովուրդ հովանավորությունը թուրքերն էին, հայերը մնացել էին միայնակ տվյալ իրադրության մեջ։ Իսկ հիմա պետք է հիշենք այս ցավոտ բառակապակցությունը ու վերադառնանք գովազդի պահը, շատ կարճ դադար վերցնենք։ Ամենահետաքրքիր հատվածը, որ հատվածին էլ դադար վերցնենք, հետաքրքիր է։ Հետաքրքիր հատվածում մի փոքրիկ դադար մենք վերադառնանք։ Դիտողներ, մեր պատմական զրույցները ուղիղ եթերից դուրս են տեղի ունենում, մինչ դուք դիտում եք գովազդային դադարը եւ անհամբերությամբ սպասում այս մասին ամեն դեպքում եթերում էլ հենց այս մասին շարունակենք զրուցել, ինչու հարցը տվեցի։ Երկուսից մոտ էլ դա միտքը եկավ։ Երկուսից մոտ էլ հարցը կար, ինձ հատկապես ամեն անգամ Կարսի Բերդում լինելիս ես չգիտեմ ինչ ապրումներ եմ ունենում, որովհետեւ երբ որ դու տեսնում ես այդ Բերդը, իրականում անառիկ է։ Երբ ծանոթ ես պատմությանը, այդ դիմադրությանը, ամեն դեպքում քեզ թվում է, որ կարելի էր Կարսը չհանձնել։ Որոշում ընդունեց Անդրկովկասյան Սեյմը, որ պետք է Կարսը հանձնել թուրքերին, բայց չէ որ այնտեղ դիմադրությունը շարունակվում էր, ճիշտ է հյուծվել էին, ճիշտ է արդեն շատ վատ վիճակում էին գտնվում, բայց միևնույն է հանձնելուց հետո ավելի վատ եղավ, այսինքն թուրքերը մտան ու կոտորեցին հազարավոր մարդկանց։ Այնպես չի որ հանձնեցին եւ հանգիստ գնացին իրենց կյանքով ապրելու։ Քաղաքական որոշում եւ ժողովրդի տվյալ պահի իրականության Չէր կարելի արդյոք շարունակել Իհարկե կարելի էր շարունակել։ Ես ասեմ ձեզ ինչ իրավիճակ էր տվյալ իրադրության մեջ։ Նազարբեկյանը իհարկե չհամաձայնվեց այդ որոշմանը։ Բողոքեց, փորձ արեց կապվել հայոց ազգային խորհրդի հետ, որը Թիֆլիսում էր։ Մի քանի անգամ փորձեց, բայց հերթապան տեղում չէր կապի տեսակետից, քանի որ նա ենթարկվում էր գլխավոր հրամանատարին փորձ արեց կապվել գլխավոր հրամանատարի հետ, որը գտնվում էր Սեյմում։
Իմիջայլոց այդ ժամանակ ռազմաճակատի ներողություն հրամանատարի հետ, որը Սեյմում էր գտնվում։ Մի քանի անգամ փորձ արվեց, բայց չհաջողվեց։ Եվ ի վերջո արդեն չնայած նա վերջում փորձ արեց, իհարկե հավաքեց նաև սպաներին, որոշում կայացնելու վերջական, որոշեցին հանձնել, քանի որ Սեյմի կարգադրությունը եղել է, այնինչ դրանից հետո ուշացումով, կես ժամ ուշացումով եկավ նաև Թիֆլիսի ազգային խորհրդի որոշումը շարունակել դիմադրել։ Արդեն ընդ որում, տեսեք ինչպիսի իրավիճակ է։ Արդեն, այսինքն հրամանատարությունը վայր էր դրել եւ կարգադրել էր զորքին դուրս գալ։ Ժողովուրդը ահաբեկված վիճակում էր եւ գնդապետ Մորելը մյուսները փորձ արեցին դիմադրել, շարունակվեցին կռվը, թուրքերը այդքան հեշտ չեմ կարծե շատ չնչին որոշ վայրերում, երբ արդեն մեծ մասը դուրս էր եկել, այն պաշտպանական կառույցի հետնամաս զորքերը շարունակում էին դիմադրությունը։ Արդյունքում Խուճապի պայմաններում, երբ Կարսի Բերդն էլ այրվել էր, նույնիսկ ականատեսներն էին նկարագրում, թե իրոք դժոխային իրավիճակ էր, ժողովուրդը չգիտեր ինչպես կողմնորոշվել։ Ընդ որում դրանց հետ միասին մեծ քանակությամբ գաղթականություն արևմտահայ եւ սկսեցին շարժվել դեպի Ալեքսանդրապոլ։ Դրանից հետո արդեն կարգադրությունը բնական է, որ հրամանատարության կարգադրությունից հետո Կարսը առանց կռվի հանձնելու սա խայտարարություն էր եւ այստեղ մեծ մեղքի բաժինը չխենկելին ուներ թուրքոֆիլ ազնվորություն, իսկ վրացիների նպատակը ո՞րն էր։ Կարսը հանձնելով Բաթումը պահել, բայց իրականում չկարողացան Բաթումը պահել, որտեղ մենք տեսնենք, որ նրանք փաստորեն այստեղ վրացական կորպուսը, որ պետք է դիմադրի, ըստ էության դիմադրություն ցույց չտվեց։ Ընդամենը կռվի ժամանակ մի թուրք զոհվեց եւ հանգիստ ուրեմն թուրքական զորքը մտավ գրավեց ուրեմն Բաթումը։ Եվ Բաթումից հետո հենց Բաթումում էլ պատահական չի բանակցությունները սկսվեցին արդեն մայիսի 11-ից մինչև հունիսի 4-ը, որի արդյունքում էլ կնքվեց հունիսի 4-ին հայտնի Բաթումի պայմանագիրը։ Բայց հետարքիրը որն է, որ այս նման իրադրության պայմաններում, արդեն Խուճապի պայմաններում, երբ զորքը շարժվեց դեպի Կարս, արևմտահայ գաղթականությունն էլ տեղավորվեց արդեն Շիրակի գյուղերում, բնական է, այստեղ ես ուզում եմ անդրադառնամ իմ նախորդ մտքի շարունակությանը, որ Շիրակում Սառնախբյուրում ուժեղ դիմադրություն կազմակերպվեց, հենց նաև տեղի գաղթականների, առաջնորդների, այստեղ ես պետք է նշեմ Պանդուխտի, Մակեդոնի, Չոլոյի, Նորեի, մյուս նշանավոր ֆիդայների դերը, որոնք կարողացան տեղի բնակչությանը համախմբել իրենց շուրջը, իսկ Շիրակի 3000-ից ավելի տղամարդիկ, որոնք լեռներն էին բարձրացել, զինվեցին, որտեղ գաղթականությունը իր հետ նաև զենքեր էր տեղափոխել դեպի հենց կամավորական ջոկատների, զինվեցին եւ պաշտպանական ուժեղ բնագիծ ստեղծեցին, որի կենտրոնը Սառնախբյուրն էր եւ հաջողությամբ դիմադրեցին։ Եվ դրա արդյունքում հիշենք, որ արդեն մինչ այդ արդեն մայիսի 5-ին դեռ ներքին Թալդի Բերդի գրավումից հետո գաղթականությունը արևմտահայ տեղավորվել էր Արագածի վերևի գյուղերում, որոնք թուրքերով եւ թաթարներով էր բնակեցված։ Դրանց այնտեղից քշել էին, հետագայում իհարկե Դաշնակցության դեմ երբ դատ բացվեց 24 թվականին հենց Երևանում, այս մեղադրանքները Դաշնակցության հասցեին արվեց, որ այդ գյուղերը նրանք դատարկեցին թուրքերից եւ թաթարներից։ Պատկերացրեք, հենց դա եթե մնային այդ գյուղերը, ինչպիսի վտանգ կարող էին նրանք ստեղծել Սարդարաբադի եւ Բաշապարանի հերոսամարտերի ժամանակ։ Չէ, այսինքն վատ են արել, սխալ են արել, որ դատարկել են։ Իբրև վատ են արել, որ դատարկել են։ Դե խորհրդային իշխանությունը, կոմունիստական իշխանությունը բնական մեղադրում էր Դաշնակցությանը եւ մեղադրանքներից մեկն էլ դա էր։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, դրանից հետո իհարկե առաջխաղացումը զորաբանակների դեպի Բաշապարան եւ Սարդարաբադ հիմնական նպատակը Երևանը գրավելն էր բնականը եւ այստեղ ես ուզում եմ առանձնացնել 3 անձնավորությունների դերակատարումը, որոնք վճռական դերակատարում ունեցան այս հաղթանակների գործում։ Արամ Մանուկյանի, որը Երևանի դիկտատորն էր, ազգային խորհրդի նախագահ, նրա կոչով անմիջապես զինվեց ժողովուրդը եւ մեկ միասնական բռունցք դարձած նետվեց Սարդարաբադ եւ ինչպես ուրեմն Քրիստափոր Արարատյանն է նշում հրետանային բրիգադի հրամանատար
ասում է, որ մենք այս հերոսամարտի օրերին պարտական ենք 3 անձնավորության։ Նշում է այդ անձնավորություններից Արամի, Մովսես Սիլիկյանի եւ Դրոյի անունները։ Ասում է հենց նրանց շնորհիվ էր, որ կարողացանք ապահովել հաղթանակը։ Իրականում ժողովուրդը իհարկե միասնական էր եւ վճռական։ Այստեղ պետք է նշենք մեր ժողովրդի իրոք միասնության հաղթանակի արդյունքը։ Սարդարաբադ, երբ որ մայիսի 21-22-ին գրավեցին, արդեն թուրքերը գրավել էին Սարդարաբադ գյուղն ու Կայարանը, հենց 22-ին Սարդարաբադի ջոգատը անցավ հագահարձակման եւ թուրքերին քշեց մինչեւ Արաքս Կայարանը։ Այստեղ շատ կարևոր նշանակություն ուներ սա, ժողովրդի ոգին էլ ավելի բարձրացավ եւ էլ ավելի համախմբվեց ժողովուրդը։ Երկրորդ ճակատում արդեն Բաշաբարանի ճակատում Էսադ Փաշայի 9-րդ բանակը կանգնեցվեց Դորոյի հրամանատարությամբ արդեն ստեղծված նոր զորաբանակի, որը համալրվեց, հիշենք, 6-րդ գնդի Դոլուխանյանի, Պարզանական գնդի, Երզնկայի եւ մյուս գնդերի անմիջական ուժերով կանգնեցվեց այդ առաջխաղացումը, իսկ մինչ այդ ասեմ, որ իրոք Բաշաբարանի ժողովուրդը միակամ դուրս եկավ Արագածի մի շրջանների ժողովրդի միասին եւ կանգնեցրեց։ Քիչ առաջ ասեցի Սեդրակ Ջամալյան, Արսեն աղա եւ մյուսներ կանգնեցվեց եւ արդեն 23-ից սկսած հագահարձակման անցան Դրոյի ջոգատները, ճիշտ է, սկզբում հաջողություն չունեցան, բայց հետագայում արդեն 27-28-ին կարողացան ետ գրավել եւ Բաշաբարան հասնել մինչեւ Համամլու։ Իմիջիայլոց այստեղ շատ կարևորագույն մի պլան կար, որը պետք է իրագործվեր, դա Ալեքսանդրապոլը եւ Կարսը ազատագրելն էր։ Իմիջիայլոց Սիլիկյանը մշակել էր այս պլանը եւ իր կոչերում նա նույնպես հայտարարեց, ասելով, որ չպետք է կանգ առնենք, մեր առաջխաղացումը պետք է շարունակվի։ Բայց հենց մայիսի հիշենք, որ թուրքերը 26-ին արդեն վերջնագիր էին ներկայացրել, որ անմիջապես դադարել եւ Ալեքսանդրապոլը եւ միջև այդ շրջանը ամբողջովին եւ երկաթուղին տրամադրել իրենց Բաքու հասնելու նպատակով։ Վերջնագրի ժամկետը լրանում էր մայիսի հենց 28-ին։ 28-ի վերջին արդեն պետք է պատասխան տրվեր։ Եվ ասեմ, որ իհարկե հետաձգվեց դա մինչև 30-ը, արդեն 30 օրը վերջնագրի ժամկետը լրանում էր եւ այդ օրն էր, որ մայիսի 28-ին ճիշտ է որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության հռչակման, ընդ որում ազգային խորհուրդը Թիֆլիսի Դաշնակցության կոմիտեն համատեղ հայտարարությամբ ընդունեցին, չնայած մի մասը, ասեմ, որ դեմ էր անկախության, որտեղ երկար ժամանակ օրինակ վրացիների պարագան եւ ասեցի ադրբեջանցիներին ուրիշ էին, նրանք հովանավորներ կտան, հայերը դիմեցին գերմանացիներին, նույնիսկ գերմանական հրամանատարության խնդրեցին գերմանացիներին, որ թույլ տան, գերմանական հրամանատարություն առաջարկեց հայերից ընդ որում ասեմ Օհանջանյանը մեկնեց Գերմանիա բանակցելու կոնկրետ Բերլին բանակցելու, որպեսզի այսինքն հովանավորությունը Գերմանիան վերցներ, բնական է, որ այդ նավով, որտեղից Բաթում գնացին, այնտեղից շարժվեցին Զորաբյանի հետ միասին, գնացին Գերմանիա, բայց մայիսի 30-ին արդեն վերջնագրի ժամկետի լրացման արդեն վերջնական պայմանում արդեն ընդունվեց զինադադարը, ընդ որում այսինքն ընդունվեց ըստ էության անկախության նաև հայտարարագիրը եւ այստեղ հետաքրքիր է, որ ուղղակի Նիկոլ Աղբալյանը գրեց հռչակագիրը անկախության մասին, այստեղ նա նշեց, որ հայոց ազգային խորհուրդը իր վրա է վերցնում հայոց գավառների հայկական գավառների իշխանությունը։ Այստեղ սահմանների խնդիր չդրվեց, որ սահմաններում, որտեղ հնարավոր էր հետագայում սահմանների ընդարձակման, ձեռքբերման եւ սա շատ կարեւոր դիվանագիտական քայլ էր իմիջիայլոց։ Այսինքն եթե Հայաստանի Հանրապետությունը չհռչակվեր այդ օրերին, մենք վտանգ կար, որ կկորցնեինք նաև Ալեքսանդրապոլ, այսինքն Գյումրին։ Վտանգ կար նաև կորցնելու, ասեմ ուղղակի իրադրության պայմաններում Հայաստանը անկախ հռչակվեց։ Եթե մենք չհռչակենք անկախությունը, բնական է, որ կարող է կորցնենք եւ Հայաստանը ոչ միայն միայնակ մնաց, իրականում միայնակ էր, որտեղ այդ ճակատը, պարզ ասեմ, հայերն էին պաշտպանող։ Հիշենք, որ երբ որ թուրքական ուժերն ու արդեն ռուսական ուժերը դուրս էին եկել, իսկ ռուսները այս տարածաշրջանում 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ ունեին 16 դիվիզիա եւ 11 բրիգադ։
250,000 ընդ որում այո զորքեր։ Այս դուրս գալուց հետո ինչ եղավ, ամբողջ դադարվեց այդ տարածքը եւ դրա դիմաց կանգնած էր ընդամենը նոյեմբերի 14-ի հրամանով ստեղծված հայկական կորպուսը Նազարբեկյանի ղեկավարությամբ, որը իր կազմում ուներ մոտ 15,000 եւ դրան գումարած նաեւ ապահովության խորհրդի, Արևմտահայ ապահովության խորհրդի եւ անձամբ Անդրանիկի ջանքերով ստեղծված հիշենք այո կամավորական դիվիզիա Անդրանիկի, որի մեջ նշանավոր ֆիդայիներ, Պանդուխտ, Սեպուլ, Սմբատ եւ մյուսներն էին, նրանք էին առաջի ճակատը պաշտպանողը։ Ըստ էության մենք պաշտպանական բնագծում ուժեր ուրիշ չունենք եւ դրա համար թուրքերը այդքան առաջխաղացում ունեցան եւ Երզնկան գրավեցին հիշենք եւ շարժվեցին առաջ Մամայ խատունը եւ դեպի Էրզրումը հիշենք որ Էրզրումի պաշտպանությունից հետո Անդրանիկը ղեկավարեց, բայց բարոյալուկված էր բանակը, կազմակերպված ըստ էության։ Էրզրումը թողեցինք փետրվարին, ապա դրանց ներողություն մարտին դրանց հետո թուրքական ուժերը շարժվեցին դեպի Կարս, տեսակ Կարսն էլ որ հնարավոր էր պաշտպանել, հնարավորություն չեղավ, Ալեքսանդրապոլ եւ այդ ուղություններով շարժվեցին, բայց իրոք հայկական ուժերը կարողացան փայլուն իրենց դրսևորել Ղարաքիլիսայում էլի միջալոց ասեմ հերոսամարտերը թուրքական ուժերը 10,000 էին, ընդ որում այստեղ գործող բանակի նաև հրամանատարությունը Վեհիբ Փաշայի ղեկավարությամբ հետևում էր նաև մարտերին։ Հենց այստեղ չնայած մեծ կորուստներ տվեցին թուրքերը եւ չկարողացան առաջխաղալ։ Մայիսի 30-ին արդեն նրանք մտան Ղարաքիլիսա, բայց առաջխաղացում այլևս չկարողացան։ Իհարկե մայիսյան այս հերոսամարտի արդյունքներում մենք կարողացանք մեր ամենամեծ ձեռքբերումը հանրապետության ծնունդն էր, անկախությունը։ Բայց այդ տարածքները ըստ էության ազատագրված նաեւ տարածքները մենք թողեցինք եւ սահմանափակվեցինք Բաթումի հաշվյան պայմանագրով հունիսի 4-ին, այլ կերպ ասած 10,000 քառակուսի վերստ, 11,000 քառակուսի կիլոմետր, ինչպես պատմաբան Լեոն էր ասում, չէ հայերի համար գերեզմանոցի տեղ ըստ էության, եւ 6 կիլոմետր էր հեռու Երևանից սահմանը իմիջայլոց։ Շատ հետաքրքիր պատմական ակնարկ այսօր առավոտյան եւ բազմաթիվ անգամներ կարեւորեցինք այսօրվա խորհուրդ, այսօրվա կարեւորությունը, հերոսամարտ, այն անհատներին, որոնք այնուամենայնիվ ժողովրդի համար շատ օրհասական պահին կարողացան լինել իրենց տեղում, իրենց դերում, ոչ մի վարքան չպակասեցնել նաև ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, յուրաքանչյուր հայի մասնակցությունը այս պայքարում։ Շնորհակալություն, որ եկաք։ Մենք պահեցինք պատմության տարբեր կետերում պահել ենք այնքան, ինչքան որ փաստորեն ստացվել է։ Հուսանք, որ նոր ժամանակներում կպահենք նվազագույնը այն ինչ ունենք, առավելագույնը երազանքներ շատ ունենք։ Եվ այս 40,000 քառակուսի կիլոմետր Արցախն էլ հետը միասին իհարկե։ Ես հաշվում եմ, չնայած անկախ հանրապետություն, բայց 41,000, այո, 41,000 ընդամենը դուք լավ գիտեք 29,800, այլ կերպ ասած, մեր տարածքի 97 տարի առաջ այն 11,000 քառակուսի կիլոմետր, այսօր արդեն գրեթե 97 տարի առաջվա հուսանք, որ ասենք մի 100-150 տարի առաջ ընդհանրապես գոնե Կարսն ու Անին, այսինքն գոնե այդ արևելյան Հայաստանը ամբողջական մեր հյուրը պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդիկ Մինասյանն էր, պատմական էքսկուրսից հետո էլ այսպես լավատեսությամբ ու երազանքներով լցված ավարտում ենք մեր զրույցը։ Շնորհավոր մեր տոնը։ Շնորհավոր։